Գնում եմ մատնահարդարման եղունգների համար ժամանակ ունեմ, այսպես միացրեցի, միասին գնանք։ Սալոն չեմ գնում, տուն եմ գնում, ինքը շատ լավ սարքող մատնահարդար եմ։ Հետո որ հետ վերադառնամ, ցույց կտամ, թե ինչպես է սարքել։ Ավելի շուտ ընթացքը հետո կերևա լավ է սարքել, թե ոչ, չնայած մարդիկ կան, որ գնում են իր մոտ ու շատ գոհ են։ Դրա համար էլ ես ուզեցի գնամ ու միապե իմ ձեռքերը սարքենք։ Վերջ ավարտեցինք մատնահարդարման աշխատանքները, կոկիկ մաքուր սիրուն ու այդպես է, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, դուրս եմ եկել, ահա այսպիսի գեղեցիկ սիրուն եղունգներ։ Իսկ հիմա գնում ենք տուն։ Ինչքան սիրուն, ասենց ավելի նուրբ է երևում։ Վլոգ ենք վարում։ Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, արդեն ես տանն եմ, ինչպես տեսնում եք, ճաշ եմ պատրաստում ընտանիքի անդամների հետ միասին։ Լավ ժամանակ անցկացնենք, ճաշենք, զրուցենք։ Այս գեղեցիկ թղթե տոպրակն էլ որ տեսնում եք, Արտուշը քաղցրերը նվեր ստացել։ Այնպես որ գիտեմ, որ ով է ուղարկել, շնորհակալ ենք Արփինեին եւս մեկ անգամ Արտուշին ուրախացնելու համար։ Սիրելի հետևորդներ, Viber-ից հեղուկ եմ պատվիրել գազօջախի համար։ Ցույց տամ։ Մեջը տեսեք ինչեր կան։ Նվեր են դրել։ Ուրեմն ինչ են դրել։ Դրել են դիմակ, մասկա, ասենց անեմ մասկա, հեղուկները մաքրելու այս կոշտը գուկայից են դրել, այս ուղղակի երևի բացելուց պատրվել է, տուփի մեջ կա մեկ զույգ ձեռնոց, քանի որ պետք է հեղուկի հետ ձեռնոցով աշխատել, ձեռնոց է դրված, այս հեղուկի մասին է խոսքը ու իրա այս գլխիկն է, հա, որ դնում ենք մեջը, մի խոսքով արդեն գիտեք այդքանը։ Այսօր սուրճս դրսում եմ քնում։ Հենց լավ արև է։ Ու գործ ունենք անելու դրսում։ Ստեղ Արտուշը հեծանիվ է քշում։ Մենք էլ այստեղ պետք է կարտոֆիլ մաքրենք, ձեռնոցները վերցրել ենք ու եկել ենք, որ կարտոֆիլ մաքրենք։ Հիմա մի հատ սուրճս խմեմ ու անցնենք գործերի։ Ահագին ունենք, պիտի մաքրենք, լավ ու վատ անենք, ճոկենք, դասավորենք, ու այդպես։ Կառալյոկներս ինչ են դարձել, ահագի ժամանակ էր դրսում էր, 2 օր որ տուն եմ բերել, բայց հլը դեռ էլի ոնց որ թե չորանալու տեղ ունի, ինքը մեջը փափուկ է, բայց հլը դեռ այն չի էլի, հլը այս մյուսները երևում է, որ հլը էլի չորանալու տեղ ունի։ Որոշել եմ այսօր ծաղկագաղամբ տապակել, պատրաստել, այսքանը չի։ Այստեղ ջրի մեջ էլ ունեմ, արդեն աղաջուր է, աղ եմ ավելացրել, մի թեթև այսպես խաշելու եմ, որից հետո պատրաստեմ, քիչ եմ թողելու ջրի մեջ, որովհետև երբ որ սոխառած եմ անելու, հա, սոխով տապակելու եմ բուսայուղի մեջ, ինքը ավելի կփափկի, դրա համար մի փոքր այսպես մնում է ու դուրս եմ բերում, 2 րոպեն բավական է։ Ինչ եմ անելու, հետո պետք է աղցան պատրաստեմ, մի խոսքով։ Այդպիսի գործերի մեջ եմ, սիրելի հետևորդներ։ Խաշել վերջացել եմ, հիմա այսքան մի թեթև բուսայուղի մեջ տապակում եմ, որից հետո ավելացնելու եմ սոխ, այսպես
կիսալուսնաձև կտրատել եմ, հետո մի փոքր էլ գազար ունեի սառցախցիկում դրված, դա էլ եմ ավելացնելու ու համեմ սամիկ, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ այդպես ավելացնելու եմ։ Այն կողմում արևեր եք այս կողմի վրա կանաչին համ կտրատեմ, համ միասին զրուցենք։ Ուրեմն գազարը, որ ասում եմ սառցախցիկ եմ դնում, այդպես մի օր քերիչով անցկացրել էի, շատ էի անցկացրել ու որոշեցի, որ սառցախցիկ դնեմ, տեսնեմ ինչ կլինի, էլի։ Вообще ոչ մի անգամ չէի փորձել տենց։ Հետո փորձեցի, տեսա չէ, լավ էլ մնում է, ստացվում է, այդպես ու արագ պատրաստ սառցախցիկում ա դեղում, չնայած չգիտեմ վիտամինների հարցով վիտամինները գնում ա, չի գնում, տենց չգիտեմ, բայց արագ ա ստացվում ու հետո որ պետք ա լինում, արդեն գիտեմ, որ պատրաստի գազար արդեն ունեմ, հա, անպատրաստի, տենց վերցնում եմ, ավելացնում եմ ճաշերի մեջ, եթել եք ես, այնպես որ ճակնդեղ, գազար, եթե ուզում եք կարող եք քերիչով ասկացնել, լցնել հատուկ այդ կոթերի մեջ ու դնել սառցախցիկ, մնում է, պահվում է։ Համ զրուցեցինք, համ էլ կանաչին կտրատեցի, վերջացրեցի, այնքան բան ունեմ անելու սիրելի հետևորդներ էլ ասելու չի, աշնանային ուղորկան սկսված է արդեն, վլոգների մեջ տեսնում եք, ես մի անգամից չեմ կարողանում անեմ, բայց ընթացքում այլի քիչ-քիչ անում եմ, նկարում եմ, ձեզ էլ եմ ցույց տալիս, մոտիվացնում եմ, երեխաները տանն են, հիվանդ են, Արտուշը մի շաբաթից ավել դասի չի գնացել, Անգելինան չի գնացել, ջերմություն, հազ, գրիպ, ահա որ վիճակ է։ Տեսնենք, լավ կլինեն, որ դասի գնան։ Դեղեր են խմում, միձերի ուշ անցնում այդ վիրուսը, այդ հիվանդությունը ուշ անցնում։ Դեղը խմես չխմես, ոնց որ իրան ժամանակ լինի, ինքը ժամանակի մեջ է, էլի ժամանակի ընթացքում է լավանում, որը ժամանակ ունի, որ այդ ընթացքում է լավանում, ինչքան էլ ուզում ես դեղը խմի, չգիտեմ, հյութեր խմի, ձեները հիվանդ են, երկու հիվանդներով իրար հետ կռվում են, մեկը երգ է ուզում լսի, մեկը մուլտիկ է ուզում նայի, բան, ինչքան հեռուստացույցը տանը շատ է լինում, այնքան նայողներն են համ շատանում, համ չգիտեմ, այս ինչա, բան, Ճաշա պատրաստումը արդեն վերջացրել եմ, բոլորս հաց ենք ուտում, ձեզ նույնպես բարի ախորժակ, այստեղ ասեմ, որ ինչ ունեմ, այստեղ ունեմ ծաղկակաղամբ, տեսնում եք, լիքը կծուներ, ես կծուների սիրահար եմ, վարունգ և նրբերշիկով փլավ էի պատրաստել, այդպես մի գթալ ավելացրել եմ, այսպիսի գեղեցիկ սիրուն տեսք ունի ափսես, բայց ուտում եմ առանց հաց։ Մեզ և ձեզ բոլորին բարի ախորժակ, ովքեր այս պահին հաց են ուտում կամ վիդեոն նայելու ընթացքում։ Դե ինչ սիրելի հետևորդներ, Արտուշն էլ քաբաբ է ուտում, սկզբից խռովել էր, գիտեր հասարակ բրտուճիկներ են պատրաստել իր համար, որովհետև պարապմունքից առաջ խոստացել է, երբ որ վերադառնա պետք է քաբաբ պատվիրեն, որ ուտի, ու այդպես հիմա ինքը վայելքների մեջ է, սովածա վայելում է։ Սուրճի ժամա, սուրճ ենք խմում, սա այս ռաստմարամի կոֆեից եմ պատրաստել, դե իմն էլ ինչպես միշտ գիտեք, ես բու եմ սիրում, բու եմ խմում ու հնարավոր է, որ մի օր էլ ես թափվեմ, չսիրեմ, չխմեմ, չգիտեմ, հիմա էլ սա եմ սիրում, սա եմ խմում, տեսնենք վերջին ինչ կլինի։ Մաքուր օդին ենք սուրճը խմում, հենց ես դուռը կբացեմ,
կսկսեն ոստիկանները իրանց ձայնը բարձրացնել։ Սուրճուսը խմեմ, վայելեմ, նես լավ մաքրոթը արդեն ընդեղ էլ, ոյ, հրոխսս դուրս էր ընգնում ընդեղ էլ մայրամուտ է, ինչքան սիրունա, ուղղակի կադրերը հեռախոսով լավ ցույց չի տալիս։ Արդեն մեզ մոտ ժամը մոտավորապես, մի րոպե ասեմ, քանիսն է, արդեն ժամը 6-ն է։ Մթնում է քիչ-քիչ։ Սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ շնորհակալություն վլոգը մինչև վերջ դիտելու, բաժանորդագրվելու, լավ մեկնաբանություններ գրելու համար, սիրում եմ բոլորիդ անչափ, մերսի, որ դուք կաք։ Սիրելիներս կհանդիպենք հաջորդ վլոգներում, լավ վլոգներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ, մեր ալիքի հետ։